Համասի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու Մարզուկն Ալ Ջազիրայի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ խմբավորումը չի զինաթափվի, քանի դեռ չի ավարտվել Իսրայելի օկուպացիան։ Նա հավելել է, որ Գազայի ապագայի հետ կապված հարցերը պետք է քննարկվեն համապարփակ Պաղեստինյան ազգային ձևաչափում, որի մասնակիցը կլինի նաև Համասը։ Պաշտոնյան նշել է, որ խմբավորումը պատրաստ է իրեն եւ իր զինված ուժերին վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ բանակցություններին։ Ուրբաթ ուշ երեկոյան Համասը հայտնել էր, որ համաձայն է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի պատերազմի դադարեցման ծրագրի որոշ դրույթներին, այդ թվում պատանդների ազատ արձակմանը։ Խմբավորումը սակայն խոսափել է մեկնաբանել ավելի բարդ հարցեր, ինչպիսիք են զինաթափումը եւ նշել, որ կձգտի շարունակել բանակցությունները։ Թրամփն արձագանքել է, ասելով, որ Համասի հայտարարությունը ցույց է տալիս, որ այն պատրաստ է կայուն խաղաղության։ Նա հավելել է. «Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծումը, որպեսզի կարողանանք պատանդներին անվտանգ եւ ազատ դուրս բերել։ Ներկայում դա չափազանց վտանգավոր է։ Մենք արդեն քննարկում ենք մանրամասները։ Խոսքը միայն Գազայի մասին չէ, այլ վաղուց փնտրվող միջին արևելքի խաղաղության մասին»։ Միացյալ Նահանգների նախագահն ավելի վաղ Համասին մինչև կիրակի վերջնաժամկետ էր տվել իր պլանին արձագանքելու համար։ Միջազգային հանրությունն արդեն դրական է արձագանքել Համասի հայտարարությանը։ Այն ողջունել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Իտալիայի, Գերմանիայի վարչապետները, Կոլումբիայի եւ Թուրքիայի նախագահները, Կատարի եւ Եգիպտոսի արտգործնախարարությունները, Իսրայելի ընդդիմությունը։ Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ արդեն սկսել է գերիների ազատ արձակմանը վերաբերող Թրամփի նախագծի առաջին հատվածի իրագործման նախապատրաստումը։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն այս գիշեր հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին։ Այդ մասին հայտնել են ռուսական եւ ուկրաինական լրատվամիջոցները։ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հաստատել է հարձակումը, հավելելով, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 7 ԱԹՍ։ Նշվում է, որ արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել, որը փրկարարները մարել են։ Նահանգապետը չի հստակեցրել, թե որտեղ է տեղի ունեցել հրդեհը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկում է Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էներգամատակարարումը վերականգնելու առաջարկները։ ԱՄԳ-ի գլխավոր տնօրենը հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի հետ քննարկում է մանրամասն առաջարկներ Զապորոժիեի ԱԵԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնելու վերաբերյալ, որը վերջին 10 օրվա ընթացքում հիմնականում սնուցվել է վթարային էլեկտրաէներգիայի հաշվին, ասվում է միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը որակել է ճգնաժամային։ Կիևը եւ Մոսկվան միմյանց են մեղադրել ատոմակայանի էլեկտրասնուցման խափանման համար։ Ըստ Ուկրաինայի էներգետիկայի նախարարության Զապորոժիեի ատոմակայանն էլեկտրամատակարարման խափանման պատճառով շարունակել է սնուցվել գեներատորներից, որոնք 10 օրից ավելի չեն կարող հոսանք մատակարարել կայանին։ Վրաստանում հոկտեմբերի 4-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն է անցկացվում։ Քաղաքացիները պետք է ընտրեն 64 քաղաքի ղեկավարի եւ ավականու ավելի քան 2000 անդամի։ Քաղաքապետները կընտրվեն առաջին փուլում, եթե ստանան ձայների 50%-ից ավելին։ Ավականու կազմում ընդգրկվելու համար կուսակցությունների համար սահմանվել է 4%-ի շեմը։ Ընտրությանը մասնակցում է 7000-ից ավելի թեկնածու 12 կուսակցության կազմում։ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 9 թեկնածու։ Ընտրելու իրավունք ունի ավելի քան 3.5 միլիոն քաղաքացի։ Ընտրողների ամենամեծ թիվը հենց մայրաքաղաքում է ավելի քան 1 միլիոն մարդ։ Քվեարկությունն անցկացվում է 3061 տեղամասում, որոնց գրեթե 90%-ը հագեցած է էլեկտրոնային քվեատուփերով եւ արձանագրությունների առցանց փոխանցման համակարգով։ Ընտրատեղամասերը բաց են լինելու առավոտյան 8-ից մինչև ժամը 20-ը։ Գործընթացին հետևելու են տեղական եւ միջազգային դիտորդները։ Ընդդիմադիր 8 առաջատար ուժ հրաժարվել է մասնակցել ընտրությանը, չճանաչելով իշխանությունների լեգիտիմությունը 2024 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո։ Բոյկոտից շեղվել են միայն Լելո ուժեղ Վրաստան եւ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունները, որոնք Թբիլիսիում առաջարկել են միասնական թեկնածուի։ Դավիթ Մուրադյան, լուրեր։